Հաջորդ հարցը վերաբերվում է ըստ էության բոլոր դիմողներին, որտեղ դիմումների մեջ առաջ քաշված ենթադրվող իրականում առկա կամ առերևույթ խախտումների հիմքում իմ կարծիքով ընկած է մի շատ հիմնարար հասկացություն, ասենք, ես կուզենայի, որպեսզի մեր դիմողները պատասխանեն մի հարցի, որտեղ անձամբ իմ որպես դատավորի իրենց բերած հիմնավորումների գնահատականը մեծապես կախված է նաև այդ հարցի պատասխանից, ասենք, ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին որպես ընտրող իր բնութագրով եւ ինչպես է նա ընտրությունը կատարում, շատ կարճ երկար ճառախոսություններ պետք չէ, ես ուզում եմ, որպեսզի ամեն մի քաղաքական ուժ բնութագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես ընտրող։ Ինձ թվում է այդ հարցին շատ կարճ հնարավոր չի պատասխանել, ինձ թվում է process-ը պետք է 0-ից սկսենք, որպեսզի այդ Չէ, ընդհանրապես դառնանք լավ, ես չէ, հարցադրումով երկրորդ կոնտեքստն էլ ասեմ, տեսեք, երբ որ ես կարդում եմ դիմումները, իմ մոտ տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողը զանգվածը այսպես զոմբիներ են ինչ-որ, եւ ինչ-որ մեկը ասեց շուն շանգյալ, սրանք վախեցան, գնացին իրանց ընտրեցին, ինչ-որ մեկի թոշակը 5000-ով բարձացավ ուրախությունից, այսքան պարզ չի կյանքը, գիտեք, ես ուզում եի, դուք ինչա մարդկանց լրիվ այսպես ավտոմատի տեղ եք դրել, որը ինչ մատի մի շարժումից պատրաստ են ինչ-որ հրամաններ կատարելու, հնարավոր չի, որ ատելության խոսքը հակառակ ազդեցություն ունենա, օրինակ, հարցադրում եմ անում, երբ որ մարդը այդ թեկնածուից հիասթափվի, չընտրի, ատելության խոսքի արտահայտությունից ելնելով, ինչու եք մենակ գնահատում, որ չէ, այս դաստի պես, որ իրեն ընտրեցին, այս գնահատականը տվեք, ասենք, քաղաքացիություն, այստեղ մենք անտեսում ենք, չէ՞ ոնց որ թե